Ռուսաստանն ուշադիր հետևում է Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին, որին տարօրինակ պատրվակներով սպառնում են ձերբակալել Երևանում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նշենք, որ այս պահին խուզարկություններ են իրականացնում գործարար Սամվել Կարապետյանի Երևանում գտնվող տանը։ Ամեն ինչ տեղի է ունեցել այն բանից հետո, երբ գործարար Սամվել Կարապետյանն անդրադառնալով վերջին շրջանում իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ մղվող արշավին ասել էր. «Մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին», հարցազրույցին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան էջում գրառումների տեսքով, որոնք ներկայացնում ենք առանց մեկնաբանության։